Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության գործող եւ միգուցե նաեւ ապագա պատգամավոր Աննա Գրիգորյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչու ասի միգուցե նաեւ ապագա, որովհետեւ հիմա մենք խոսում ենք այն փուլում, երբ սահմանադրական դատարանը քննարկում է այդ թվում նաեւ ձեր քաղաքական ուժի հայցը, ասենք, որով դուք պահանջում եք անվավեր ճանաչել ընտրությունները եւ գնալ նոր ընտրությունների կամ երկրորդ փուլի, չգիտեմ, այնպես ձևակերպում ինչպիսին էր, նոր ընտրությունների։ Հիմա Տիկին Գրիգորյան, տեսեք, ձեր քաղաքական ուժը բարբերաբար հայտարարել է, որ իրավական համակարգի նկատմամբ հավատ չունի եւ այս ամենի ֆոնին դիմել սահմանադրական դատարանին նպատակը որն էր։ Նախ իրականում ճիշտ եք ասում, մենք մեծ հավատ չունենք այսօր գործող տարբեր համակարգերի նկատմամբ, չնայած սահմանադրական դատարանը ենթադրվում է, որ պետք է լիներ անկախ կառույց եւ վերիշխանական կառույց, բայց այնուամենայնիվ հաշվի առնելով թե ովքեր են ՍԴ դատավորները հիմնականում, իսկ այսօրվա քննող կազմի մեջ է նաեւ նույնիսկ Սեդա Սաֆարյանը, որ ընդգծված վերաբերմունք ունի գործող քաղաքական ուժերի նկատմամբ եւ գիտեք, որ ՍԴ դիմում է ներկայացրել նաեւ Արման Բաբաջանյանի քաղաքական ուժը, որի կազմում Սեդա Սաֆարյանը ժամանակին Քարոզարշավի է մասնակցել, այսինքն տեխնացու եղել պատգամավորության եւ հետեւաբար նաեւ մենք դատավոր ունենք սահմանադրական դատարանում, որը Ռոբերտ Քոչարյանի իշխանավարության տարիներին աշխատել է նախագահականում եւ ես ճիշտ ասած չգիտեմ ում մասին է խոսքը հիմա, բայց ամեն դեպքում բոլոր այս պահին գործող կազմի բոլոր դատավորները ընտրվել են այս իշխանությունների կողմից եւ հաշվի առնելով թե այս տարիներին մենք ինչպիսի փորձառություն ունենք, սովորաբար ընտրվում են մարդիկ, ովքեր ընդգծված լոյալություն են ցուցաբերում գործող իշխանություններին։ Հետևաբար օբյեկտիվ է եւ ոչ թե սուբյեկտիվ մեր ընկալումները կոնկրետ սահմանադրական դատարանից, բայց այնուամենայնիվ դա միակ սահմանադրական դատարանն է, որ գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում։ Չունենք մի քանի սահմանադրական դատարան, որ մտածենք սրա նկատմամբ այնքան թերահավատ ենք սրա նկատմամբ ավելի վստահություն ունենք, այստեղ դիմենք գոյություն ունի մեկ սահմանադրական դատարան եւ ավելին հիմա երբ որ հարցը հնչում է ինչու եք դիմել, ես կարծում եմ ավելի շատ հարցեր կհնչեն, եթե մենք չդիմեինք, որովհետեւ կասեն, եթե անհամաձայնություն ունեք, լեգիտիմության ակնհայտ խնդիրներ տեսնում եք, ինչու չեք դիմում սահմանադրական դատարան։ Եվ նաեւ այս օրերին փայլուն հնարավորություններ եւ իսկապես փաստաբանները փայլուն աշխատանք են տարել, ցույց տալու ընտրախախտումների ամբողջական ծավալը, որոնք արձանագրվել են եւ սնանկությունը այն մարդկանց, ովքեր պետքա պատասխանեն այդ հարցադրումների։ Օրինակ Վահագն Հովակիմյանն իսկապես շատ վատ վիճակում է հայտնվել։ Որևէ հարցի չի կարողանում ինքը պատասխանել, նույն ԲՀԿ-ի հետ կապված ընտրատեղամասերի հետ կապված։ Հարցում են ինչու եք 4 օր անց որոշել, որ այդ 3 ընտրատեղամասի արդյունքները պետք է անվավեր ճանաչել։ Չգիտի ինչ պատասխանի։ Որ չի ասելու զանգել են կամ ասել են, որ պետք է ԲՀԿ-ին դուրս թողնենք եւ այլն եւ այլն։ Այսինքն այս խնդիրները կա, բայց նաեւ հանրության համար լավ հնարավորություն է տեսնելու այն ամբողջ ծավալը ընտրախախտումների, որոնք տեղի են ունեցել ընտրությունների ընթացքում, ընտրություններից առաջ, եւ նաեւ այդ խնդիրն ենք մենք լուծում հանրային ավելի լայն սփռում ապահովել մեր արգումենտների։ Հիմա տեսեք, դուք ասում եք, որ սահմանադրական դատարանը իր կազմով նկատի ունեմ ընդհանուր առմամբ լոյալ չի, կամ լոյալ է իշխանության նկատմամբ, լոյալ չի ընդհանուր քաղաքական կոնյունկտուրայի նկատմամբ։ Հիմա ենթադրենք սահմանադրական դատարանը որոշում է, որ չէ, ամեն ինչ նորմալ է եղել, ընտրությունները լեգիտիմ են, ձեր քայլերը որոնք են լինելու այդ դեպքում։ Եթե դուք ի սկզբանե մերժում եք ընտրությունների արդյունքները։ Հա, ի սկզբանե հասկանալով իսկապես այն խնդիրները, այստեղ էլ այնպես չի, որ սուբյեկտիվ բաներ ենք ասում։ Լավ, գոնե ԲՀԿ-ի դեպքը այնքան ակնառու է, որ վերցրել մոտ 60,000 մարդու քվե, ասել են մեզ հետաքրքիր չի դուք ում եք քվեարկել, այդ քաղաքական ուժը ուղղակի չպետքա գնա խորհրդարան, ուղղակի դուրս են մղել քաղաքականությունից, քաղաքական պայքարից ու խորհրդարանից։ Սա շատ ակնհայտ է։ Իմիջիայլոց ասեմ, որ նաև տարբեր միջազգային գործընկերների հետ իմ շփումները ցույց են տալիս, որ իրենք նաև սա արձանագրում են որպես լեգիտիմության լուրջ խնդիր։ Ինքը լեգիտիմության դեֆիցիտի այդ պիտակով Նիկոլ Փաշինյանը մնալու է, եթե սահմանադրական դատարան իսկապես ճիշտ որոշումներ չկայացնի, այսինքն թողի ամեն ինչ այնպես, ինչպես որ հիմա կա։ Սա ակնհայտ է։ Ինչ քայլեր մենք կձեռնարկենք, դրա մասին հաջորդիվ կներկայացնեմ, կարծում եմ ճիշտ չի հուլիսի 4-ից առաջ արդեն տենց սցենարային քննարկումներ տանենք,
թող լինի Սահմանադրական դատարանի որոշումը, դրանից հետո մենք արդեն շատ ավելի պարզ մեր հայրենակիցների, հատկապես մեզ ընտրողների հետ մեր զրույցը կտանենք։ Տեսեք, դուք ասում եք գործող իշխանությունը լեգիտիմության պակասով կշարունակի պաշտոնավարել, ակնհայտ ոչ լեգիտիմ։ Ում աչքում լեգիտիմության պակասով։ Ժողովրդի աչքում նախ եւ առաջ, որովհետեւ այդ խնդիրը նախ եւ առաջ ժողովրդի կամման մեջ է։ Դուք կարող եք ցանկացած վերաբերմունք ունենալ, ես հիմա ասեմ, դուք կարող եք ցանկացած վերաբերմունք ունենալ ընդդիմադիր ուժերի նկատմամբ, իշխանական ուժի նկատմամբ, բայց նույնիսկ իշխանություն ընտրած մարդիկ ակնհայտորեն տեսնում են, որ մեկ քաղաքական ուժի վերցրել ուղղակի դուրս են թողել։ Սա չի կարող լեգիտիմության հարց չառաջացնել որևէ մեկի մոտ։ Իսկ չի մտահոգում հանգամանքը, որ դրա հետ կապված որևէ բողոքի ակցիա, մարդիկ դուրս չեկան փողոց, ասեն վայ, մենք տեր ենք մեր ձայնին եւ այլն, չարվեց։ Չէ, դա ես ասեմ ինչ պայմաններում է դա տեղի ունեցել, շատ օբյեկտիվ հարց է հնչեցնում, բայց նաև օբյեկտիվ իրողությունները պետք է տեսնենք եւ հողի վրա իրականությունը։ Երբ որ ընտրությունների նախորդ օրը եւ այդ թվում նաև դրանից հետո համատարած ձերբակալություններ են, համատարած քրեական հետապնդումներ են սկսում մարդկանց նկատմամբ, չեն կարող մարդիկ չվախենալ քաղաքական process-ներից, այդ թվում նաև փողոցում։ Ես դա տեսնում եմ, մենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց ցույց ենք կազմակերպել, այսինքն ընդհանուր ընդդիմադիր թևերը ոչ միայն մեր առանձին ուժը, բայց եւ նաեւ Սահմանադրական դատարանի առաջ ունեցանք ակցիա, հաջորդի վելի կլինեն, բայց ես կարծում եմ ընդհանուր այն վախի մթնոլորտը, որ ձևավորված է, ոչ միայն նարատիվների մակարդակում, որտեղ այս իշխանությունները, այո, նարատիվների մակարդակում բավականին սրում են իրավիճակը, բայց նաեւ հողի վրա, երբ որ նախընտրական հունիսի 6-ին 200 անց ձերբակալվում է, քրեական հետապնդումներ են սկսվում, դրանից հետո լինում են հայտարարություններ տարբեր պիտակավորումներով, կաշառքի հետ կապված եւ այլն, այո, որոշակի անհանգստություն կա նաեւ մարդկանց մոտ եւ քաղաքական ուժերի խնդիրն է նաեւ այնպիսի քայլեր չանել, որոնք կբերեն ավելի վատ հետևանքների, այսինքն նորից այսպես գխատման քաղաքական process-ների եւ այլն։ Հիմա դուք ես ուզում եմ հասկանալ, այն քրեական գործերը որ կան, որոնց մասին քննչական կոմիտեն համարյա ամեն օր ինչ որ զեկույցներ է հրապարակում հանրային։ Դուք հիմա ասում եք, որ ընտրակաշառք չի եղել, ասենք 200 մարդ դուք ասացիք, ասենք հունիսի 6-ին, ասենք ձերբակալվում է։ Մի մասը կաշառք տվել, մյուս մասը վերցրել ամենայն դեպս պաշտոնական տրամաբանությամբ այդպես չի եղել նման։ Պաշտոնական նկատի ունեք քննչական կոմիտեի հաղորդագրությունը, բայց որպեսի փաստը, որպեսի որևէ բան համարվի փաստ, դատական վճիռ է պետք որ լինի։ Այսինքն մենք հիմա կարող ենք ենթադրություններ անել, բայց քանի չկա դատարանի կողմից վճիռ, մենք չենք մարդկանց մեղավոր չեմ նշանակում, բայց եթե տեսեք դատական գործընթացի ինչ որ իրավիճակի գնահատական տվեք, ես ասում եմ կան հայտարարություններ, պետք է լինի իրավական process, դատական վճիռ, որպեսզի մենք դա որպես փաստ ընդունենք։ Տեսեք, 1-2 տարի առաջ Բագրատ Սրբազանի եւ 18 անձանց նկատմամբ, այդ թվում նաև մեր գործընկեր Արտուր Սարգսյանի նկատմամբ ամենածանր հոդվածն էր տրվել։ Ահաբեկչության կազմակերպման հոդված, այսինքն ավելի ծանր հոդված ուղղակի հնարավոր չի պատկերացնել։ Հիմա 18-ից 16-ը ազատության մեջ են։ Ահաբեկչության հոդված էին դրել մարդկանց վրա, ու դուք հիշում եք այդ ամիսների տերորը, որ մարդիկ տերոր էին իրականացնում, գալու էին մեզ բոլորիս վառ էին, աստղիկները գցելու էին, մեքենաները պայթելու են, հետո ինչ եղավ։ Մարդիկ իրենց համար ազատ պտտվում են ու պարզա որ այդտեղ գործ չկա։ Բագրատ Սրբազանին, Արտուր Սարգսյանին եւ Իգոր Սարգսյանին դաշնակցական ուղղակի մեկուսացրեցին քաղաքական process-ների նպատակահարմարությունից ելնելով եւ վստահ եմ որ այդ գործը ուղղակի փլվելու է։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ես հիշում եմ եթե չեմ սխալվում 9 թվականին սկսած գործընթաց էր կաշառքի թեմայով, հիշում եք։ Էլի եկավ դատական վճիռ կա, որ ոչ մի բան էլ չի եղել։ Հիմա հասկանում եք, մի բան է, երբ որ քննչական կոմիտեն այդ հայտարարությունները հնչեցնում է, մեկ այլ բան է, թե ինչպիսի վախճան է ունենում ինքը դատական համակարգում։ Այսինքն, այստեղ հիմա եկեք տենց պնդումներ չանենք։ Խնդիրներ եթե եղել են, ես ուզում եմ շատ, որ այդ բոլորը բացահայտվեն, եւ մեր քաղաքական ուժի մասով էլ վստահաբար պնդում եմ, որ նման դեպքեր ուղղակի լինել չէին կարող։ Ավելին, եթե դուք լսեք հայտարարությունները, այդ ձայնագրությունները, իմիջիալից այստեղ էլ բան կա, չէ՞, համատարած կարծես թե մարդկանց ձայնագրել են։ Ու այդ ձայնագրածներից տեղից տեղ առանձին հատվածներ կցմցել են, որպեսզի ինչ որ այսպես ահասարսուր տեսարաններ ստանան։ Կոնկրետ մեզ հետ կապված մի երկու ձայնագրություն եղել է, մեկը ուղղակի մարդը իր տան շինարարություն իրականացնող մարդու հետ խոսել է, այդտեղ փողային զրույց է եղել։ Դատարանում էլ հետո ամբողջականը լսել են, հասկացել են, որ շինարարության հետ կապված դրվագ է եղել, մարդիկ գնացել են տներով։ Մի դեպքում մեր գործընկեր Աշոտ Սիմոնյանի հետ կապված դրվագ է եղել, երբ որ Աշոտ Սիմոնյանը տարիներ առաջ
հուշարձան կառուցելու համար գումարը հատկացրել, վերել կապել այսօր ընտրական process-ների հետ։ Այսինքն ասել միայն որ քննչականը նման հայտարարություններ է տարածել եւ դրա հիման վրա գնահատականներ հնչեցնել, կարծում եմ այս փուլում տեղին չէ։ Տեսեք, դուք ասացիք նարատիվների մասին, իշխանության տարածած նարատիվների մասին։ Տեսեք, դուք էլ եք նարատիվներով առաջնորդվում։ Նարատիվ մեկ իհարկե ձերը չէր, այդքան էլ ավելի շատ ուժեղ Հայաստանն էր 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցում, ես վերադարձ չեմ ուզում դրան անվանել։ Չէ, վերանել է սխալ, բնակեցում։ Բնակեցում Հայաստանում իշխանությունը ասես նման բան գոյություն չունի, դուք այնտեղ նույնիսկ որոշ հեռուստաընկերություններ տուգանվեցին Ծիծեռնակաբերդի տարածքում ինչ որ այլ բան կառույցներ այսպես իսլամին պատկանող ավելի շատ կառույցներով վախացնելու համար եւ այլն։ Հիմա տեսեք, դուք այդ նարատիվները անում եք։ Ձեր հայրենի Սյունիքում Ռոբերտ Քոչարյանը չհաղթեց, մեղմ եմ ասում, չհաղթեց, ինչու այդպես եղավ։ Նախ նարատիվների մակարդակով ձեր խոսքից թվաց, թե մենք կարծես թե ինչ որ սխալ բաներ ենք ասում, գոյություն չունեցող օդից հնարած բաներ ենք հնչեցնում, մինչդեռ ընդամենը օրեր առաջ մեր սահմաններից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա եղել է հերթական նիստը, այսպես ասած, արևմտյան Ադրբեջան այդ համայնքի, չգիտեմ նույնիսկ ինչպես է իրանք կոչում, բարձրաստիճան պաշտոնյաներ այնտեղ ելույթներ էին ունենում, իրենց տեսլականն էին ներկայացնում գործող Հայաստանի Հանրապետության տարածքի հետ կապված։ Հիմա եկեք խնդրում եմ մեզ մի մեղա, հա, մենք տենց բաներ ենք անում։ Հայաստանի Հանրապետություն տենց բաներ է տեղի ունենում։ Չի ուզում համարժեք դնել։ Հիմա կոնկրետ խնդիր կա, կոնկրետ սպառնալիք կա, լավ ջայլամենք, գլուխներս մտցնենք հողի տակ, ասենք չենք տեսնում, չտեսնում ենք։ Տեսնում ենք, որ այդ խնդիրը ակնհայտորեն գոյություն ունի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը 18 թվականից որ ասում էր, մեզ բանեն, հիշում եք այդ հայտնի իր ելույթներից մեկը, որ գումարներ են ծախսում, որ ասեն, որ ես եկել եմ հողերը տալու, ոչ, Արցախը Հայաստան է եւ վերջ եւ այլն։ Տեսանք ինչ եղավ։ Հիմա ասում է Արցախը թոք էր, լավ էր, ազատագրվեցինք։ Հիմա նույն բանն է տեղի ունենում։ Հիմա մեզ ուզում են համոզել, որ Ադրբեջանում չկա այդ նարատիվը, դա այդ նարատիվը միջազգային հարթակներ են արդեն տեղափոխում։ Եկեք սա ուղղակի այնպիսի տպավորություն չստեղծվի, որ ընդդիմադիր ուժերը, եթե նույնիսկ այս դեպքում ուժեղ Հայաստանին ավելի շատ վերագրվում, որ իրանք ուղղակի sense օթից թեմա են վերցել, ոչ դա իրականության մեջ սպառնալիք է, եւ այդ սպառնալիքը պետքա կառավարել, իսկ այսօրվա իշխանությունները նույնիսկ այդ համաժողովից հետո որևէ հայտարարություն չեն իրականացրել, այսինքն գոնե չեն ասում, բանկեր մենք խաղաղության ենք գնում, այս ինչեր եք անում։ Իսկ ինչ վերաբերում է ձայներին Սյունիքում։ Կոնկրետ օրինակ Կապանում հավաքական ընդդիմությունը ավելի շատ ձայն է ստացել, քան իշխանությունը, ընդ որում պետք է հաշվի առնել, որ մեզ մոտ զինվորականների մասնակցությունը բավականին մեծ է, եւ այդ բավականին մեծ մասնակցությամբ այստեղ էլ է հետաքրքիր, որ բացարձակ մեծամասնությունը, եթե չասեմ նույնիսկ 100% զինվորականների եւ զինվորների քվեարկել է իշխանության համար, այսինքն այստեղ դեռ պարզ չի, թե ինչ հարաբերակցություն է, բայց ամեն դեպքում այդ խնդիրները կան, այս ամբողջ ընթացքում բյուջետային տարբեր ծրագրեր են իրականացվել իմիջիալից մեր հայցադիմումում այդ տարերը եւս ներառված են, այսինքն թե ինչու մարդիկ գնացին եւ քվեարկեցին այս իշխանությունների համար, ի վերջո 6 ամիս առաջ բյուջեում չնախատեսված կերպով եւ թոշակները բարձրացվեցին եւ առողջության ապահովագրությունը մտավ ուժի մեջ եւ բանակը 1.5 տարի դարձեցին եւ սոցիալական բազմաթիվ անհամար ծրագրեր իրականացվեցին, որոնք չէին կարող իրենց ազդեցությունը չթողնել, այսինքն ընտրություններից առաջ 6 ամիս առաջ իրականացված հատկապես այդ ծրագրերը որպես այսպես արդյունք ունեցել են նաեւ քաղաքացիական պայմանագրի ձայն տալու տեսանկյունից։ Դե հիմա իշխանությունն էլ ասում է, գիտեք ինչ կա, ես կառավարություն եմ, ես ունեմ ծրագիր, այդ ծրագիրի իրականացման փուլերից մեկում ես պիտի հասնեի այդ կետին, հիմա այդ կետին հասել եմ հիմա, մինչև այդ չկար է։ Շատ տրամաբանական բան եք ասում, բայց երբ որ օրինակ 2026 թվականի բյուջեն հաստատվում էր, իսկ բյուջեն հաստատում է ազգային ժողովը։ Երբ որ բյուջեի քննարկում էր, մենք ասում ենք ինչու թոշակները չեք բարձրացնում, բայց ի վերջո այն փաստաթուղթը, որի հիման վրա պետքա թոշակ բարձրացվի, բյուջեն է։ Հիմա չեք հաստատում, որ բանը թոշակ բարձրացվի, մենք առաջարկում էինք բարձրացնել, իրենք հրաժարվեցին։ Հայտնի ելույթ կա Նիկոլ Փաշինյանի, դա ինչից հետո է, երբ որ մենք ասում ենք քիչ եք բարձրացնում թոշակները, ասում էր 10,000 դրամով բարձրացնենք, որ ինչ լինի, այդ հայտնի ելույթը հիշում եք։ Հետո հասկանալով, որ իր հիմնական ընտրազանգվածը նաև բավականին սուր արձագանք է հնչեցնում, որոշեց ուղիղ 10,000 դրամով ավելացնել, իսկ մենք նույնիսկ 10,000 չէինք առաջարկում, ավելի քիչ սահմանաչափով էինք առաջարկում։ Նկատի ունեմ այդ, որ ասում եք, բա 5 տարվա ընթացքում 5 տարվա ընդունել էին։ Միջև հիմա նույնիսկ ամբողջական պատկերացում
տեղեկատվություն չունենք, թե օրինակ կոնկրետ թոշակների մասով որտեղից է վերցվել գումարը, որովհետև կրկնում եմ, հաստատված բյուջեով դա նախատեսված չի եղել։ Բայց բազմաթիվ այսպիսի քայլեր են իրականացվել, որոնք բնականաբար ինչ-որ ազդեցություն ունեցել են, բայց սրանք դրական մոտիվացիաներ, նաև բացասական առումով մոտիվացիա ա եղել իշխանությունների համար քվեարկելու։ Ինչ նկատի ունեմ։ Հայտնի են հայտարարությունը, որ եթե ես չստանամ սահմանադրական մեծամասնություն, ու այդտեղ հստակեցնում է, ոչ թե ուղակի հաղթենք, այլ եթե ես չստանամ, մենք չստանանք սահմանադրական մեծամասնություն, լինելու է պատերազմ, ավերիչ պատերազմ։ Պարոն Սարդարյան, ես իհարկե սոցիոլոգիա չեմ իրականացրել, բայց իմ անձնական շփումներում կարող եմ փաստել, որ դա էական նշանակություն է ունեցել մարդկանց քվեարկության համար, որտեղ մարդիկ վախեցել են հնարավոր պատերազմից։ Ու այս այն դեպքը չի, որ իշխանությունն ասում է, եթե ընդդիմությունը գա, ընդդիմությունը այնպիսի քայլեր կանի, չէ, սա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այլ բան, ասում է, ես պիտի ստանամ սահմանադրական մեծամասնություն, չի ասում, եթե ընդդիմությունը գա իշխանության, ասում է, եթե ես հաղթեմ, սա չէ, բայց իր հիմնական թեզը դա էր, ես պետք է ստանամ սահմանադրական մեծամասնություն։ Հետո Նիկոլ Փաշինյանի հիմնական թեզն այն էր, որ եթե եռագլուխ ընդդիմությունը գա իշխանության, Հայաստանի կործանումը ինքնիշխանության կորուստը։ Դե փորձեցին հետո լղոզել, հասկանալի է, բայց իր այդ մի նախադասությունը իր շատ անկեղծ պորտկում էր։ Ինքը ասում էր 18 թվին ինձ մեղադրում եք, որ ես չեմ ասել։ Հիմա ասում եմ, եթե սահմանադրական մեծամասնություն չստանանք, լինելու է ավերիչ պատերազմ։ Հիմա հարցում են վերջը լինելու է ավերիչ պատերազմ։ Ասում են չէ, լինելու է խաղաղություն։ Այսինքն մարդը տերորի է ենթարկել սեփական ժողովրդին, վերահաս սեպտեմբերյան պատերազմով, հասկանում եք, այդ մարդու օրոք մի քանի անգամ սեպտեմբերին արդեն պատերազմ եղել է։ Հիմա նորից սպառնում էր, որ պատերազմ է լինելու, ու ես ձեզ վստահաբար ասում եմ, նաև որպես կին եւ մայր եմ ասում, որ ինձ այս ընթացքում մոտեցել են բազմաթիվ մարդիկ, մայրեր, կանայք, ովքեր ասում էին, որ իրենք ոչ մի կերպ չեն ուզում այս իշխանություններին ձայն տան, բայց իրա հնչեցրած այդ համոզիչ լինելը, որ եթե ես չլինեմ լինելու է պատերազմ, էական նշանակություն է ունենում մարդկանց համար, եւ իր ստացած ձայների մի զգալի հատվածը ոչ միայն այդ թոշակ, առողջապահություն եւ այլն սոցիալական տարբեր ծրագրեր, այլ նաեւ այդ պատերազմի վախից ելնելով, որ ինքը հիմա ասում է նույնիսկ չի էլ սպառնում մեզ այդ պատերազմը։ Տիկին Գրիգորյան, մի այսպիսի թեզ կա, որ սահմանադրական դատարանին դիմելը ըստ էության ինքը ինքնանպատակ է իրավական իմաստով, այսինքն հատկապես որ դուք հայտարարում եք, որ մի քիչ առաջ այդ մասին, այդ մասին մի քիչ առաջ էլ խոսեցինք, բայց այսպիսի թեզ կա, որ դա ըստ էության ռազմավարական դադարի տարբերակ է, այսինքն տրամաբանություն, այսինքն հիմա ընդդիմությունը մտել է այս փուլ եւ ըստ էության ոչ թե նրա համար, որպեսի իրականում վիճարկի ընտրությունների արդյունքները, այլ պաուզա է վերցրել, ռազմավարական դադար է վերցրել, մինչև Մոսկվայում կորոշեն ինչա լինելու հետո։ Դե եթե մարդիկ նախընտրում են այսպես տարբեր բաներ մտածել, թող մտածեն, բայց պետք է արձանագրել, որ այս ընտրությունների անցնող ամբողջ ժամանակահատվածում սկզբում, քանի որ ժամանակահատված կա կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմելու, մենք այդ ժամանակահատվածում ամբողջությամբ ուսումնասիրում էինք մեզ տրված ձայների քանակը, համապատասխանելիությունը, ընդ որում այդ ժամանակահատվածում առանձնացրել ենք բազմաթիվ մեր քաղաքացիների, այսինքն անհամապատասխանություն ցուցակների քվեների արկայության եւ ցուցակներում նրանց ստորագրության բացակայության մասով եւ դրա հարցը հիմա այս պահին էլ քննվում է սահմանադրական դատարանում։ Այսինքն այս ամբողջ ժամանակահատվածը իսկապես իրավական առումով ծանրակշիռ փաթեթ ունենալն էր, որ հիմա տեսնում եք, որ սահմանադրական դատարանում ներկայացվում է եւ նաեւ քաղաքական առումով որոշակի կոնսուլտացիաներ իրականացնելն է անդիմադիր դաշտում հասկանալու համար, թե ինչպիսին կարող են լինել հետագա գործողությունները։ Եվ մեր որևէ գործողություն չի կարող պայմանավորված լինել արտաքին որևէ ուժի այս կամ այն գործողություն անել կամ չանելու տրամաբանությամբ։ Մենք մեր քայլերն էինք ձեռնարկում, այսինքն ինչ ասում ենք այնա։ Ունեցել ենք ժամանակահատված պատրաստվելու ԿԸՀ-ի համար, ՍԴ-ի համար, դա ենք արել եւ նաեւ ընդդիմադիր դաշտում որոշակի քննարկումների հիմա փուլ է։ Եղել է եւ շարունակում է լինել։ Տեսեք, ես մի քիչ ռազմավարությունը լավ չեմ պատկերացնում, միգուցե որովհետեւ ներսից տեղյակ չեմ, բայց ասենք եթե մի հետահայաց նայենք, տեսեք 2003 թվականին ընտրությունների արդյունքները վիճարկվում են սահմանադրական դատարանում 2008-ին, հետո մնացած բոլոր ընտրությունների ժամանակ, բայց այդ ընթացքում կար նաև կոնսոլիդացիա ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների միջև, այսինքն մարդիկ դրսում էին, միտինգ էին անում, հա, այդ կերպ փորձում էին որոշակի հանրային ճնշում ապահովել։
ձեր դեպքում քար լռություն հանրային նկատի ունեմ։ Այստեղ մենակ սահմանադրական դատարան, այնտեղ ես անկեղծ ասած Դանիել Յուհաննիսյանի փորձը չունեմ, այնտեղ դրոններով չեմ թռել, չգիտեմ քանի հոգի է հավաքվում սահմանադրական դատարան դիմաց, բայց ակնհայտորեն շատ չեն մարդիկ։ Լավ, հույսը ինչի վրա է։ Նախ այո, տեսեք, մենք այն ինչի մասին որ խոսում ենք, այդ վախի մթնոլորտը ակնհայտորեն կա եւ քաղաքական ուժերն էլ իրենց քայլերը պլանավորելիս պետքա հասկանան էֆեկտի տեսանկյունից, այսինքն արդյունքի տեսանկյունից ինչ են ստանալու։ Բայց այստեղ մի հատ ուրիշ կոմպոնենտ էլ կա, որի մասին չենք խոսել այս ընթացքում։ Ամեն դեպքում հիմա գոյություն ունեցող քաղաքական կոնյունկտուրայի տեսանկյունից Հայաստան դաշինքը այլևս հիմնական ընդդիմադիր առաջնորդող ուժը չէ։ Եվ այստեղ էլ նրբություն կա, այսինքն եթե 21-ից հետո գործողությունների հիմնական ինիցիատորը նախաձեռնողը իրականացնողը մենք ենք եւ փորձում ենք կոնսոլիդացիա իրականացնել մեր ձևավորած օրակարգի շուրջ, հիմա մի փոքր այլ է, կա հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժ, որը ուժը Հայաստանն է, որը հայտարարել է ինչ որ կոնսուլտացիաների ձևաչափի մասին, բայց գործողությունների տեսանկյունից մեր, այսինքն այնպես չի էլի, որ մենք վեր կենանք վաղ, ասենք այս գործողությունն է անում, բայց քանի որ կա որոշակի կոնյունկտուրա ընդգծված ընդդիմադիր առաջնորդություն կա, նկատեմ առաջին ուժը կա ընդդիմադիր, որոշակի գործողությունների համադրման անհրաժեշտություն կա։ Որ ասում եք, այս ամբողջ ընթացքում ենք արել, որտեղ ձեր մանդատը 2021 թվականին ստացած իշխանությունների հեռացումներ, որ ասում եք ամեն ինչ արել եք, կարելի է իմանալ ինչ եք արել։ Վստահաբար տեսել եք։ Ես վստահաբար ձեզ այդ հարցը պարբերաբար տալիս եմ։ Այո։ Ու դա տալիս են այն դեպքում, քոքից մաշեցնելու ենք։ Դա տալիս են այն ժամանակը, այն պայմաններում, երբ որ իրանք էլ են տեսել, մենք փողոցում ինչ կռիվ ենք տվել, խորհրդանում մեր պայքարը։ Այն մարդկանց պետք է այդ հարցադրումները հնչեցվեին, որոնք ոչինչ չեն արել, բացի ընդդիմությանը քննադատելուց, բայց այդտեղ էլ խնդիր չունեմ, օքեյ, ընդդիմությանը նորմալ է քննադատելը։ Բայց փողոցային քանի պայքար ենք մենք նախաձեռնել կամ էական օժանդակություն տվել։ Ինչ արդյունք է։ Դա այսինքն երբ որ ասում եք ինչ եք արել, բնականաբար արել ենք հնարավոր մեր ունեցած ամբողջ ռեսուրսով արել ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք արդյունք ապավել։ Ցավոք սրտի, մինչև այսօր չի ստացվել, եւ ես պետք է արձանագրեմ, որ էդ էլ ցավոք սրտի եմ նորից ասում, որ անցնող տարիներին այնպես չի, որ ընդդիմադիր դաշտը այսքան ներգրաված էր։ Մի փուլ կար, որ հիմնականում մենք ենք եղել պատիվ ունեմը հիմնականում հանրապետականն է, բայց մեծ մասը դրված է եղել մեր ուսերին եւ հիմա ես օրինակ շատ ուրախ եմ, որ նոր ուժեր են մտել քաղաքական պայքարի մեջ, նոր ուժեր են ձևավորվում, ակտիվ գործունեություն են ծավալում, բայց երկար ժամանակահատված միայն մեր ուսերին է դրված այդ իշխանապողցան օրակարգը, որը իսկապես մենք ամեն բան արել ենք, փողոցային պայքարից մինչև խորհրդարանական պայքար, դուք դա տեսել եք, ձեր աչքի առաջ է եղել։ Այո, ցավոք սրտի դեռ հնարավորություն չի եղել այդ վերջնական արդյունքը գրանցել, բայց քանի դեռ արդյունքը գրանցված չի, մենք այդ պայքարի մեջ ենք լինելու ու ոչ մի վարքյան հետ չենք կանգնելու։ Տեսեք, ընդդիմադիր շատ ուժերի գիտեմ, որոնց ներկայացուցիչները պնդում են, որ մինչև Հայաստանում ընդդիմափոխություն չլինի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անմահ։ Այսինքն դուք Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ այնտեղ Սերժ Սարգսյանն է մի քիչ пассив, բայց երկրորդային դերակատար Սամվել Կարապետյանն է հիմա քաղաքական հայտ ներկայացրել, ասում են նորա իրականում այնքան էլ նոր չի ամենադեպս եթե նայում ենք նոր քաղաքական ուժն է ինչ։ Հա, նոր քաղաքական ուժ է, բան չունեմ ասելու, բայց մի քիչ այնքան էլ նոր մարդկանցով չի, էլ դա ամեն ինչ։ Լավ է, հիմա չենք քննարկում։ Մի խոսքով ասում եմ, մինչև ընդդիմափոխություն չլինի, այսինքն մինչև այդ քաղաքական մաստադոնտները պայմանական ասած քաղաքական ասպարեզից չհեռանան, այս իշխանությունը միշտ էլ շոկոլադի մեջ է լինում։ Պարոն Սարգսյան։ Հա, իմիջիալոց լավ գաղտնիք բացենք, հա, որովհետեւ ես ու Տիկին Գրիգորյանը շատ վաղուց ենք ծանոթ մեկ, երկրորդը ես ինքս էլ արմատներով կապանցի եմ, այնպես որ հա մեկ։ Այո, հա, կներեք, sense մի անգամից ստացվեց Լևոնը ասելս, բայց ինչ է ասում։ Սովորաբար դա ասում են մարդիկ, ովքեր որ ընտրությանը հայտ ներկայացնեն, իրենց տնեցիկ նույնիսկ չեն քվեարկի։ Հիմա եկել ասում են օրինակ Ռոբերտ Քոչարյանը, ում սատարել է 150,000 մարդ, թող չմասնակցի, դուրս կա քաղաքականությունից։ Հասկանում եք, ու ընդ որում երբեմն ես լսում եմ այդ թեզը մարդկանցից, ովքեր ում դժվար է կոչել քաղաքական ինֆանտիլ։ Այդ մարդիկ չէ, քաղաքականության մեջ են, հասկանում են, որը որից հետո է։ Այդքան կարողանում եք, այդքան ուժ ունեք,
քաղաքական ուժ դարձեք այնպեսին, որ կարողանաք մեզ դուրս մղել քաղաքական դաշտից։ Բախր դուք 0.1 չեք հավաքում, 0.5 չեք հավաքում, եկել եք ինչ եք ասում։ Հասկանում եք, երբ որ 0.5% վստահություն ունեցող մարդիկ կամ եթե քաղաքական ուժ են իրենք կոչում, քաղաքական ուժը գոնե այս պահին մեզ 10% քվե ստացած քաղաքական ուժին ասում է թող գնա, հասկանում եք, քաղաքական տրամաբանությունն այստեղ կորում է։ Թող իրենք դառնան ավելի մրցունակ, թող իրենց գաղափարները լինեն ավելի մրցունակ, ավելի համոզիչ լինեն, ավելի ճիշտ կոմունիկացիան ժողովրդի հետ, լինեն ավելի լավ դիրքերում եւ ընդդիմափոխություն իրականացնեն։ Երբ որ ասում են թող ընդդիմափոխություն լինի, թող լինի, կարողանում են թող իրականացնեն։ Չնայած մեր խնդիրը ընդհանրապես ընդդիմություն լինելու չէ, էլի մեր խնդիրը իշխանափոխություն իրականացնելն է ու հաստատ ընդդիմություն լինել Նիկոլ Փաշինյանի այս խառը իրավիճակում հաստատ լավագույն բանը չի, էլի մեծագույն ցանկությունը չի։ Բայց նկատի ունեմ դա ասում են սովորաբար մարդիկ ում նույնիսկ տնեցիները հազիվ իրենց կքվեարկեն, ասում են մարդիկ ովքեր հասկանում են, որ դա անելու համար պետք է քաղաքական ուժեր ձևավորել եւ իրականություն փոխել, էլի սենց բան չի, նշանակովի չի ամեն ինչ։ Չէ, նաեւ ասում են մարդիկ, որոնք ասում են, որ դուք ձեր քաղաքական ուժը ինչու ոչ նաեւ Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ ստեղծված քաղաքական ուժը շատ հարմար ընդդիմություն եք իշխանության համար, շատ քանի դուք կաք, էլի եմ ասում, քանի դուք կաք, իրենք խնդիր չունեն։ Հիմա իրանք ունեն բացարձակ մեծամասնություն, եթե ամեն ինչ մնա այսպես։ Ախր դա էլի առանց ձեզ նիստեր են անելու, օրենքներ են ընդունելու։ Դա ձևավորված ինչ որ թեզեր են, որոնցով փորձում են արդարացնել այս կամ այն իրենց կողմից առաջ քաշված թեզը։ Բայց այդ մենք այսինքն այնքան հարմար ընդդիմություն ենք, որ առավոտի ծիրիկուն մեզ ձերբակալելու մասին են խոսում, առավոտի ծիրիկուն մեր գործընկերների տներն են բանանում ինչ են անում։ Հա, որովհետև դուք հարմար թիրախ եք։ Ոնց։ Այսինքն ավելի անհարմար են մարդիկ, ով իրանց հետ ջանջիգյար են ասելու, մենք էլ այնքանով ենք հարմար, որ մեր հետևից քրեական հետապնդում։ Մեր տնեցիկ դժում են այդքանով ենք հարմար։ Այնքանով ենք հարմար, որ ասենք եթե Ռոբերտ Քոչարյանին ասենք օրինակ էլի կալանավորեն կամ ձերբակալեն, երկրում բան չի։ Նկատի ունեք, եթե բան, այսինքն կա ընդգծված ընդդիմադիր հայացքներով մեծ խումբ մարդիկ եւ իրենց առաջնորդություն իդեմս, հա, ղեկավարների եւ քաղաքական թիմերի, հիմա այս մարդիկ ինչ են ասում, թող սրանք գնան, չէ՞, մենք բոլորս գնանք, իրանք մենք հասկանում ենք էլի ու մասնախոսքը Նիկոլ Փաշինյանի արբանյակ ուժերի գնան պարլամենտում Նիկոլ Փաշինյանի ջանջիգյար ասեն, այսինքն ջանջիգյար ասելը բան Նիկոլ Փաշինյանի համար ավելի անհարմար է, քան թե մենք, որ իր համար կոնկրետ խնդիրներ ենք ստեղծում ու ինքը հիստերիկանում է ամեն անգամ այս մարդկանց անունները լսելիս, դե լավ, տրամաբան, այստեղ արդեն քաղաքական տրամաբանություն է, սովորական տրամաբանության մեջ հարցնեմ։ Հիմա տեսեք, նախընտրական շրջանում շատ իր բնականաբար հետևում է դա իմ աշխատանքի բերումով, այսպես տարբեր քաղաքական ուժերի նարատիվներին եւ այստեղ առանձնանում էր, ես չգիտեմ, դուք ենթադրում եք, սպասում եք հարված այդ կողմից, բայց պայմանական ասեմ, հանրապետականի հետ ընդհանրացվող մի խումբ մարդիկ, հա, բարբերաբար հարցակումներ էին գործում թե Ռոբերտ Քոչարյանի եւ ձեր քաղաքական թիմի վրա, ասելով որ ժողովուրդ մի գնացեք, մի ընտրվեք, ընդհանրապես հեռացեք, հաջողություն, ընդ որում այսպեսի մի հետաքրքիր տրամաբանությամբ ասում են ռեսուրսները թողեք ուրիշներին, դուք գնացեք մտեք։ Չէ, ավելի շատ ասում էին մեկը չի անցնելու։ Հայաստան դաշինքը չի հաղթահարում 8%-ը, հազիվ 5-6%-ը լինելու փոշիացնելու, այդ փոշիացվածը գնալը Նիկոլ Փաշինյանին իրանք դարձնում են վարչապետ եւ այլն եւ այլն, այդ մարդիկ հիմա նույնիսկ անամոթաբար էլի շարունակում են մեզ թիրախավորել, մի հատ իրանք հաշիվ չեն տալիս, լավ ասել են դրա տակից կարողանում են դուրս գան, բա դուք մի ամբողջ ամիս այդ քարոզարշավին համընթաց մեզ թիրախավորել եք, հիմա այդ նարատիվների տակից կարողանում եք դուրս գալ, մի հատ ներողություն ասել եք, ձեր լսարանի մեջ չէ, մեզ էական չէ, ձեր լսանի, որ փորձել եք այդ աստիճան մանիպուլացնել, բայց կարծում եմ շատ բան է, մարգինալ թև է այդ թևը, նկատի ունեմ իրանց արած ազդեցությունը զրոյական էֆեկտ է ունեցել մեծ տրվող ցայների տեսանկյունից, բայց դա այն իրականությունն է, որ կա ամբողջ քարոզարշավի ընթացքում ես գնահատում եմ, որ մենք այն ուժն ենք, որ բոլոր կողմերից թիրախավորվել է, իշխանությունը իր հերթին թիրախավորել է, մեր իշխանական ուժերը թիրախավորել են, ընդդիմադիր դաշտի որոշ ուժեր թիրախավորել են, այսինքն այդ ամբողջ պայման իրողություններով հանդերձ եւ այն համատարած ընտրախախտումներով հանդերձ ամեն դեպքում մեր ուժը կարողացել է արձանագրել այն արդյունքը, որ այս պահին կա։ Դուք համարյա ինպես եք, ձեզ համարյա ոչ ոք չի սիրում։ Չէ, ես այդպես չէի ասի, իմիջիալուց ես այդպես չէի ասի, գիտեք ինչու։ Որովհետեւ Facebook-յան կյանքը
ժամանակը ինձ համար դա է ցույց տվել։ Facebook-յան կյանքը մի բան է եւ իրական կյանքը այլ բան է։ Երբ որ իրական կյանքում մարդկանց հետ շփվում ես, այդ բանը չկա, այդ արհեստականորեն ձևավորված ատելությունը, թիրախավորումը ավելի շատ է սոցիալական ցանցերում, քան թե իրական կյանքում։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Հայաստան խմբակցության գործող պատգամավոր Աննա Գրիգորյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։